Ես Արտյոմ Սյունեցին եմ, հագուստի մոդելավորող, նկարիչ, մեյքափ արտիստ, ազգային երգի ու պարի ուսուցիչ։ Վերադարձել եմ 20 թվականին համայնք, Շինուհայրը իմ ծննդավայրն է։ Եվ այդ օրվանից, այս 5 տարի է արդեն, ստեղծել եմ գեղեցիկ մշակութային համակարգ, դասավանդում ենք ազգային երկուպար, նկարչություն, կարպետագործություն, առաջիկայում նպատակ ունեմ ունենալ փայտի փորագրության և խեցեգործության խմբակներ։ Ճիշտ է, մենք այս պահի դրությամբ գտնվում ենք անմխիթար միջավայրում, որը մեզ հատկացրել է անհատույց համայնքապետարանը, նախակրթարանի շենքում ենք, բավական մեծ է տարածքը, ուղղակի հարմարությունները մի քիչ անբարենպաստ են։ 30+ տարիներ սիրելի ծննդավայրս և սիրելի բնակիչներս այս գեղեցիկ գյուղի չեն իմացել իրենց ազգային երգի և պարի մասին։ Այսօր մենք նաև մեր գեղեցիկ միջոցառումների շրջանակներում նրանց մատուցում ենք, ցույց ենք տալիս ով է հայը, ինչպիսի ինքնատիպություն ունի և հայկական բնութագիրը Սյունյաց լեռնաշխարհում ինչով է եղել պայմանավորված և նկարագրված։ Այստեղ տեսնում եք կան իրեր, որոնք դրված են պատի այս գեղեցիկ հատվածում, սրահի հատվածում, ճիշտ է սրահը ամբողջությամբ և այս մի փոքրիկ տարածքում և պարի սրահն է, և նկարչության, և թանգարանը կարելի է ասել վաղեմի իմ երազանքներից, որ դեռևս իրագործված չէ, ուզում եմ ունենանք Շինուհայրում գեղեցիկ ազգագրության թանգարան։ Տարբերությունը մնացած թանգարանների ինչով եմ ես ամփոփում, որ այս գեղեցիկ կահ-կարասիների ամբողջ պատմությունը ես ուզում եմ այդ գեղեցիկ թանգարանում Շինուհայրի նկարագրեմ և ցուցադրեմ, որ ինչ է իրենց մեջ պահպանվել, նրանք ինչպիսի դերակատարում են ունեցել շինուհայցու կենցաղում, սկուտերները, ինչու կավից անմիջապես, որովհետև նրանք երկարակյաց են, կժերի մասին պատմեմ, հացը մինչև խմորվելը, պատրաստվելը, ինչպիսի բաների մեջ են, տարաների մեջ են այն հունձվել, մենք արդեն ունենք փայտի գեղեցիկ այստեղ հացի խմորի տաշտը, մենք լեզվով տաշտ ենք իրեն ասում, և կենցաղի մեջ, օրինակ, որպես տարազագետի, ուզում եմ նաև մեծ ակցենտ տանք ամբողջ նշանակությամբ, ինչպիսի հումք է նաև շինուհայցին ունեցել։ Տեսեք, մենք մետաքս ենք ունեցել, բուրդ ենք ունեցել, բայց մենք դա գիտենք ուղղակի անուններով մետաքս և բուրդ։ Իսկ մենք բուրդը դա ինչպես ենք ստացել, բրդյա թել։ Այսինքն ոչխարաբուծություն է մեր տարածաշրջանում հիմնականում եղել, և մենք մեր բուրդը մշակել ենք, ներկել ենք նրանց, սպիտակացրել ենք, բավական մեծ գաղտնիքներ է իր մեջ ամփոփում։ Բրդից ունենք կոնկրետ սյունեցիները, մեր տարածաշրջանի և շինուհայցիները, վերմակ, դոշակ, մենք ամբողջությամբ բրդից ենք օգտագործել։ Սև բուրդը մեծ նշանակություն է ունեցել նաև հիվանդություններ բուժելու հատկությամբ։ Եթե մեջքները ցավացել է, ոտքները ցավացել է, անմիջապես սև ոչխարի բուրդն են առանց մշակելու օգտագործել հենց մարմնի այդ տվյալ հատվածի համար։ Բայց երազանքներից մեկը ունենալ Շինուհայրի այս գեղեցիկ ազգագրության և կենցաղավարության թանգարանը և ունենանք գեղեցիկ մի ստուդիա, որը որ իր մեջ կամփոփի մեր շինուհայցու, զանգեզուրցու, իմ այս մեծ ավանդը, որ Երևանից մայրաքաղաք է վերադարձել 2020 թվականին, հենց այնպես քրտնաջան աշխատանքներս ջուրը չի թափվել։ Այսօր ունենք խմբում 70-ից ավել աշակերտներ ազգային երկուպարում, երգը դեռ այդպես որպես գաղափարապես խմորված պատրաստ չէ, որովհետև ունենք նաև դաշնակահարի խնդիր։ Դե բոլոր գործողությունները հիմնականում ծախսերի հետ են կապված, կցանկանա օրինակ, որ ունենայինք այդ երաժշտական ստեղնաշարային դաշնամուրը գործիքը, ունենայինք դաշնակահարը, որի հետ որ կարողանայի ես աշխատել։ Ես ինքս էլ ավարտել եմ Երգի պետական թատրոնը, վոկալից հասկանում եմ, բավական ազգային մշակութային մշակված ճամփա ունեմ, հասարակական հիմունքներով կազմակերպության նախագահ եմ Հայ մշակույթի պահապանները, տարվա մեջ մենք 1-ից 2 անգամ ունենում ենք մշակութային ազդակներ, ցուցադրում ենք մեր ժողովրդին ցուցադրելով հայ մարդու կենցաղը, հայ մարդու ապրուստը, հագուստը, կապուստը, ցուցադրելու նաև ազգային տարազը բեմահարթակներում, ազգային պարը, ազգային երգը, ձևավորելով մեր կարպետային գեղեցիկ նմուշներով
որոնք որ ստեղծվել է մեր ժողովրդի ձեռամբ եւ դարեդար փոխանցված է մեզ։ Տարբեր պատմություններից եմ գալիս, միջև նախաքրիստոնեական ժամանակներից, միջև քրիստոնեություն, մշակութային այս բոլոր պատմությունները նրանց դասավանդում եմ, զգեստների մեջ են ինքս հարդարում։ Օրինակ ժամանակների հետ կապված ամենաշատը պայքարս որն է, բոլոր, այսինքն կառավարման մոդելին բազմիցս նամակներ են միշտ գրել Սերժ Սարգսյանի ժամանակներից մինչև առայսօր Նիկոլ Փաշինյանի կառավարման մոդելում, որ փրկեն գոնե Շինուհայրի մշակույթի տունը, ստեղծենք, կառուցենք դա, ճիշտ է, նամակներս գործողել է միշտ մարզպետարաններ, համայնքապետարաններ, բայց այս ազնվորեն ասենք, դեռ սայլը տեղից իսկապես չի շարժվել, մենք այսօր դա չունենք։ Այս ինչ որ կա, այս նեղ միջավայրում գոնե փորձում ենք դրանք իրականացնել։ Կետ առ կետ գրված, օրինակ ամենասիրելի ավանդույթը, որ ես կուզենայի մեր ժողովրդի մեջ պահպանել, որ թատրոն գնալուց, ֆիլմեր դիտելու գնալուց մեր երիտասարդները իրար տեսել են, սիրահարվել են, այսօր նաև այդ նախապատվությունը չկա, այսինքն նրանք բոլոր հիմա օնլայն են իրար տեսնում, օնլայն են շփվում, մարդը ֆիզիկապես իրարից անջատված են, այսինքն չեն տեսնում իրար։ Դա կուզենայի օրինակ, որպեսզի մենք ունենայինք։ Ընդհանուր առմամբ ես էլ պայքարող մի տեսակ եմ, ճիշտ է, բոլոր կառավարման մոդելներից էլ միշտ դժգոհ եմ մնացել, որ մեր երկիրը այսպես մնացել է խեղճ, տկար, այսինքն միշտ ասում են ժողովուրդը, չէ, ես այս բառը շատ եմ սիրում, ժողովուրդ, ժողովրդավարություն, ժողովրդական, բայց եկել է մի եզրակացության, ինձ թվում է ժողովրդին դեռ չեն հասցրել սիրել։ Ժողովրդին կուզենայի ցանկացած ղեկավար, ով նստել է այդ բարձրաստիճան աթոռին, ես կուզենայի, որ ինքը այդ ժողովուրդ ասելով բառը, ժողովուրդը սիրի, նվիրված լինի այդ ժողովրդին, այսինքն նա իմանա մեր թոշակառուի տեղը, մեր բազմազավակի տեղը, մեր մանուկի տեղը, մեր զինվորի տեղը, մեր երկրի անվտանգության տեղը, մեր քաղաքակրթության, մեր այսինքն այն ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, մեր էկոլոգիան, մեր կանաչապատումն է, մեր ամեն ինչին, մենք պետք է նվիրված լինի, ուղղակի դա հաստիկ չլինի, որ մարդիկ նստում են եւ զբաղացնում են։ Իրականում ամենակարևոր բանը, որ ես ուզում եմ, որ մեր պետությունը ունենա, եւս մի անգամ են ես վերջում խոսույթ եմ ունեցել, վերահսկողություններ չունենք։ Կուզեի օրինակ ապարատներ լինեին, վերահսկողության ապարատներ, որ գային մշակութային գործիչի ետևից, կառավարման մոդելի ետևից, վարչապետի ետևից, նախարարի ետևից, բժշկության ետևից գնային նաև օրինակ ասենք բաներ ունենք, չէ, հոգաբարձուների խնամակալության մարմիններ ունենք, այ գային մեկ անգամ իրանց ասեն, հարգելիս, լավ, դուք վերջապես այցելել եք, գիտեք քանի բազմազավակ կա ձեր տարածաշրջանում, երեխան քաղցած է մնացել, թե չէ, հանդերձանք ունի սեպտեմբերին գնում է դպրոց, թե չէ, ես կուզեմ այդ վերահսկողության մարմին ունենանք, ուղղակի մեր երկիրը դրա պակասը ունի, զուտ դրա պակասը։ Եթե մենք ունենանք վերահսկողությունը, մենք ունենանք նաև մասնագետների ցանկ, իրանց կողմից գրված, որ մեր մանկավարժը չավարտի կարմիր դիպլոմով ինստիտուտը գանստի տանը, ասեն աշխատանք չկա, այսինքն մեր վերահսկողությունը նրան կապողովի աշխատանքով։ Մեր վերահսկողությունը կգայի մի ետևից կասի, գիտես, արի ես մի կենտրոնով մի բավարարվի, մենք քեզ ուզում ենք շահագործենք, մեր պետությունը պետք է մեզ որպես կացին, պետք է ինքը մեզ միշտ շահագործի, աշխատացնի, այսինքն միայն Շինուհայր համայնքի համար չէ, ինքը պետք է ինձ աշխատացնի Հալիձորի համար, Տաթևի համար, Սվարանցի, Հարժիսի, այսօր Տանձատապ մի փոքրիկ գյուղ ունենք, 2 աշակերտ է ընդամենը դպրոցում, այսինքն պիտի այն աստիճան ակտիվ գործունեություն կարողանան պետությունը մասնագետների հետ, որ այդ գյուղերը մարդիկ վերադառնան բնակեցվեն, մենակ հետո բնակեցվելու խնդիրը չի, տրանսպորտային միջոցներ ստեղծեն, քաղաքավարությունը, կենցաղավարությունը մի քիչ հարմարավետացնեն, ամեն բան վերցրել են, վազել են մայրաքաղաք Երևանը, տքում է հիմա մայրաքաղաք Երևանը։ Այդ ծանր բեռից, այդքան մարդաշատությունից ուղղակի տքում է այդ խեղճ համայնքը եւ մայրաքաղաք, այսպես ասել։ Գնացել ենք, տանում եմ, սա իմ սիրուն խմբակի, մեր բարի խմբակի երեխաների կողմից ձեռք բերված մրցանակներ են, որ բազմակի փառատոների մասնակցել են, հետո միայն այնպես չի, որ նրանց տանում եմ փառատոներ, տանում եմ թանգարանային այցելություններ եմ անում։ Մեր երեխաները եղել են Մատենադարանում, եղել են
քաղաքապետարանի պատմության թանգարանում էս վերջում, եղել են Ծիծեռնակաբերդում, եղել են Եռաբլուր Պանթեոնում, եղել են շատ վանական համալիրներում, որտեղ որ ճանապարհը մեզ հարմարավետությամբ թույլ է տալիս այցելել էլի նաև վանական համալիրներ։ Ընդհանուր առմամբ օրինակ մենք շատ մեծ հովանավորի աջակցության կարիք ունեմ, ես կոնկրետ ունեմ դրա խնդիրը։ Այսօր մենք դա համայնքը որպես չունենք պետական աշխատող կառույց, որ մեր ծնողները, իմ գոնե կենտրոն հաճախ երեխաների ծնողները այդ հիմնարկում աշխատեն, կարողանան այդ հարցերը հոգան։ Ճիշտ է, ես որոշակի խնդիրներ վերցրել եմ ինձ վրա, որպես հագուստի մոդելավորող, ես հանդերձանքը տրամադրում եմ իմ կողմից, ես ինքս նստում եմ, ձևավորում եմ, կարում եմ, տրամադրում եմ, բայց մենք ունենք նաև օրինակ կոշիկի կարիք ունենք, որ ծնողները չեն կարողանում գոնե այդ պարային կոշիկները գնեն։ Հիմա խնդրանքով դիմել եմ համայնքապետարան, խոստացել են, որ աջակցեն, եթե չէ գոնե ես կկարողանամ արդեն մի 3 բաժնով այդ գնեմ արդեն որպես ստուդիայի հիմնական կոշիկներ, որ կարողանան գոնե ծնողներին օգնել։ Հա, կա, որ ծնողներ կան, որ ի վիճակի են, բայց այդ ի վիճակին ոչ բոլորի մոտ է, խնդիրը անընդհատ կա։ Կուզեի օրինակ շատ մեծ երազանք ունեմ, օրինակ ուզում եմ հասարակական հիմունքներով դարձնել այս կազմակերպություն, հիմա անհատ ձեռնարկատեր եմ, որպեսզի անվճար լինի։ Ու ես լսում եմ բազմակի գյուղում, որ բազմազավակներ կան, օրինակ որ 3 աղջիկը գալիս էին, ճիշտ է, ես եղել է դեպքեր, որ մեկինը ամեն ամիս մեկինը չեն վերցրել, 2 ամիս հետո ընթացք եմ տվել, մյուսինը չեն վերցրել, եղել է անգամ Երևան գնալուց, որ վերցրել եմ մեկի ծախսը ինձ վրա տրանսպորտային միջոցը, ես եմ հոգացել, որտեղ անհնար է 3 երեխա, աղջիկ երեխա, 3-ն էլ այդ համակարգում, ծնողին շատ մեծ դժվարություն է լինում։ Նաև այդ նույն երեխաների ծնողը զինվորական է, դա է ինձ համար մեծ պատիվ, որ ես կարողանում ծառայեմ իմ հայրենիքի պաշտպանին։ Շատ դեպքեր են լինում, օրինակ, որ ես միշտ կանգնած եմ, չգիտեմ, ոգևորվածությունս շատ մեծ է հայ լինելուց, հայրենիքիս, անընդհատ պատրաստ եմ, որտեղ էլ որ կլինի, ինչ բաներ, որ ծրագրեր որ լինեն, սիրով մասնակցում եմ, փորձում եմ ես իմ ներդրումը ունենամ հայրենիքիս բարի, նպաստավոր կյանքի համար, այն պայծառ ապագայի համար։